Բարև ձեզ, Օրագիր նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում երեք Գյումրիում եւ Փարաքարում կայացած դիմընտրությունների արդյունքները եւ գյումրեցիներն ու փարաքարցիներն այս ընտրությամբ իշխանություններին եւ ընդդիմությանը ինչ ուղերձ փոխանցեցին։ Իհարկե չեմ կարող վատ գնահատել, հա, որովհետև ամեն դեպքում մենք տեսանք, որ իշխանությունը պարտվեց եւ Գյումրիում եւ Փարաքարում, Գյումրիում իշխանությունը ջղաձիգ ուզում է ներկայացնի, որ ինքը հաղթանակ է տարել, քանի որ Սարիկ Մինասյանը առավելագույն առաջին տեղով է գնում, բայց դա իշխանության համար պարտությունը, որովհետև մենք տեսանք ինչ ռեսուրս դրվեց, հա, Սարիկ Մինասյանի տակ եւ մենք վերջում տեսանք, որ ամբողջ ԿՊ-ն լցվել էր Գյումրի, չգիտեմ, Լոռի մարզպետը գնել Սանասյանը եւ այլն, որպեսզի ինչ որ բանով օգնեն, բայց դա էլ չաշխատեց։ Ամեն դեպքում իմ կարծիքով անձնական Սարիկ Մինասյանը ստացած ձայների կեսը պետք է ուսումնասիրվի ապագայում, որտեղից են այս ձայները եկել, որովհետեւ վարչական ռեսուրսով եք պայմանավորում։ Վարչական ռեսուրսը հնարավոր է ինչ որ ձևի ընտրակեղծի կամ որոշակի ինչ որ տարբեր լուրեր են պատտվում, ոնց էլ են, կա ստանդարտ օրինակ պրակտիկա, որ մարդկանց բերում գրանցում են Գյումրիում, քվեարկում են, հետո հետ են։ Նման ահազանգեր շատ կային։ Նման կա եւ այդպիսի բաներ եղել են, հա, Հայաստանյան պրակտիկայում այնպես չի, որ դա ինչ որ նոու-հաու է։ Եվ սա պետք է իրոք ուսումնասիրվի, որովհետեւ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ այո, Սարիկ Մինասյանը հնարավոր է որոշակի առաջատար լինի, բայց այսպիսի ուրեմն առաջատարություն իմ կարծիքով նախատեսված չէ։ Բայց ամեն դեպքում տոկոս էր վերջին նույնիսկ այո, դա էլ չօգնեց իրենց, որովհետև մենք տեսանք, որ ամեն դեպքում այդ հավաքական ոչը ինքը շատ ավելի մեծ էր, հա, քան հավաքական այո, մոտավորապես մոտ 2 անգամ, հա, այսպես ասենք։ Փարաքարում այո, Նիկոլ Փաշինյանը պարտվեց, ես ճիշտ ասած շատ չեմ խորացել Փարաքարի հաղթող ուժի անդիմադիրության չափին, հա, բայց այնտեղ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը տեխնացում պարտվել է եւ դա էլ է ցավոթարված, ինչի որովհետեւ վերջին բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարտվել է Երևանում, պարտվել է Գյումրիում, այն ժամանակ Բալասանյանին հաղթեցին, պարտվել է Վանաձորում ստիպված, ուրեմն Մամիկոն Ասլանյանին բանտարկեցին, այսինքն որտեղ մասնակցում է, այնտեղ պարտվում է եւ դա նշանակում է, որ ամբողջ Հայաստանով գլոբալ առումով, եթե ընտրակեղծիք չի կատարվում, Նիկոլ Փաշինյանը պարտություն է կրում եւ երեկվա Վիլեն Գաբրիելյանի բլթոցը, հա, որ 2026 թվականին մենք մանդատարելուց այսինքն եք շատ լավ հասկանում, 2026 թվականի ընտրություններն են լինեն կպարտվեն։ Այս տենդենսը կա եւ սա շատ է ներվայնացնում Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ բացի ներսից ինքը նաեւ խոստումներ ունի արտաքին ուժերին, իսկ արտաքին ուժերին պետք է որ Փաշինյանն ունենա որոշակի լեգիտիմություն երկրի ներսում, եթե այդ լեգիտիմությունը չկա, ապա դժվար է իրեն պարտադրել կամ ասել, որ ինքը ստորագրի որևէ փաստաթուղթ, ենթադրենք Սյունիքի միջև ասնող ճանապարհի կամ որոշակի կրկին դելիմիտացիա դեմարկացիա պրոցեսներին մասնակցի, ավելի այլ քաղաքական աշխարհական բևեռներ կարող են ասել, որ այդ մարդը լեգիտիմություն չունի, դուք ինչ եք իրենց ստիպում պարտադրում, որ ինքը բան անի, եւ դա այստեղից է գալիս իր ջղաձգումները, որովհետեւ իրեն կարող են ասել, որ դու ոչ Երևանում ես հաղթել, հա, խաբկանքով, շանտաժով մարդկանց կաշառելով, հա, քաղաքապետս նշանակել, բայց բոլորը լավ գիտեն, որ 1-2 ձայնի տարբերությամբ Տիգրան Ավենյանը յուրաքանչյուր բանի կարող է դադարել լինել քաղաքապետ եւ նույնը հիմա տեսանք Գյումրիում, նույնը տեսանք Վանաձորում եւ դա համատարած է լինելու, դրա համար այս կողմից ես բավականին օպտիմիստիկ լավատես եմ, հա, հիմա եթե անդրադառնանք այլ պրոցեսներին, որոնք ուղղորդվում են այս ընտրությունները եւ հետընտրական բաներ, այստեղ որոշակի հարցեր են առաջանում, բայց որոշակի պարզաբանումներ տրվեցին։ Օրինակ, կար մի խումբ փորձագետներ, մարդիկ, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություն գնալը անիմաստ է, հա, պարզում են, որ այդքան էլ անիմաստ չէ, կարելի է գնալ ընտրությունների եւ հաղթել։ Ինչի մասին նաև երկրորդ նախագահն էր խոսել իր վերջին ասուլիսի ժամանակ։ Անդրադառնում երկրորդ նախագահին նաև։ Երկրորդ նախագահն ասաց, որ կարելի է տարանջատվել, գնալ ընտրությունների եւ այնուհետեւ արդյունքի դեպքում որոշակի բան ստանալ։ Մենք տեսանք, որ ընտրություններին մասնակցեցին տարանջատված ուժեր, որովհետեւ մենք դրան առանձին կանդրադառնանք Մարտուն Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին միմիջը կողք պատկերացնել անհնար է, հա, նույնիսկ բանավեճել
չմասնակցեց Վարդան Ղուկասյանը, որպեսզի որոշակի ինչ-որ բան չլինի։ Բայց դա չխանգարեց այս անդիմադիր ուժերին, այսինքն հավաքական ոչին հաղթել Գյումրիում, այսինքն եթե պատկերացնենք, որ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, չգիտեմ, Ռուբեն Մխիթարյանը բոլորը մի բլոկի մեջ կլինեին, շատ հավանական է, որ այդպեսի արդյունք չլիներ, որովհետև եթե գումարվում են տեխնացիները, գումարում են ոչ թե իրենց ռեյտինգը, այլ գումարում են իրենց անձի ռեյտինգը եւ գիտեք մարդիկ եթե տեսնեն Վարդան Ղուկասյան Մարտին Գրիգորյան միտեղ, մարտունականները չէին ընտրի, որտեղ այնտեղ Վարդանը կար, վարդանականները չէին ընտրի, որտեղ այնտեղ Մարտունը կա։ Այսինքն այս սոցիոլոգիան կա, գոյություն ունի եւ դրա հետ պետք է եւ համակերպվել եւ ապագայում սխալվել։ Հաստատի այս խնդիրը, որ վայ տարանջատվում են, ընդդիմությունը պարակվում են եւ այլն, դա որևէ խնդիր չկա, պարակտված թող գնա ընտրությունների, միևնույնն է վերջում կարևորը Նիկոլին իշխանությունից զրկելն է եւ այդ խնդիրը կարող է եւ կատարվել։ Դրա համար պետք չի պարտադրել այն մարդկանց, ովքեր որոշակի խնդիրներ ունեն կամ հարաբերությունների մեջ խնդիրներ ունեն, իրենց անպայման միացնել իրար։ Թող այդպես գնան, հետո հարցերը լուծեն։ Եվ կարևոր բանը նաեւ տեսեք շատ մեծ դերակատարում ունեն ընտրական հանձնաժողովները։ Եթե ընտրական հանձնաժողովները վերահսկվեն ամբողջովին իշխանությունների կողմից կամ իշխանական սատելիտների կողմից, հա, պատկերացնենք, որ ԿՊ-ն լիներ Արամ Զարուհի-Սարգսյանի կուսակցությունը, Վարդան Բաբաջյանի կուսակցությունը ընտրական հանձնաժողովում, պարզել, որ ինչ կուզեն կանեն, որևէ բողոքող բան չէր լինի։ Ներկապային, քանի որ ընդդիմությունը ունի մանդատներ եւ ընդդիմության մանդատների շնորհիվ իրենք եւ համապետական ընտրություններին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ունեն տեղեր հանձնաժողովում եւ կարող են վերահսկեն process-ին եւ խանգարել process-ին, այստեղ էլ բավականին մեծ օգուտ կարող է գալ եւ դա Գյումրի օգնությունները ցույց տվեցին նույն տարակերը ընտրությունները եւ այլ տարբեր տեղեր, այսինքն ընդդիմության մոտ կա վերահսկման մեխանիզմ, որից պետք չի ընդդիմությանը զրկել եւ մանդատները հրաժարվելու դեպքում մանդատները մենք տեսնում ենք, որ նույն մարդիկ ովքեր ասում են, որ չի կարելի ընտրությունների գնալ Նիկոլի հետ, որովհետև դա անիմաստ զբաղմունք է, նույն մարդիկ էլ ասում են, որ պետք է մանդատները հանձնել եւ մենք տեսանք, որ երկու դեպքում են ու առանձնապես ճիշտ չէին այդ մարդիկ։ Հիմա պետք է ուղղակի, քանի որ հնարավոր է եթե ոչ մի բան չլինի, հնարավոր են այլ ընտրություններ, չգիտեմ, արտահերթ համապետական հերթական 2026-ի կամ չգիտեմ փողոցային process, հիմա այդ բոլոր բաները պետք է հաշվարկել եւ փայել, այսինքն կատեգորիկ ոչ ասել պետք չի, որովհետեւ Գյումրին ել եմ ասում պատասխանեց որոշակի հարցերին, որոնք մի բան է, որ դու տեսականապես ես ինչ որ բան հայտարարում, մի բան է, որ գետնի վրա է կատարում, երբ դու տենում ես, որ քո տեսությունը այդքան էլ աշխատող չէ այդ բառակայում։ Դրա համար կրկին այս Գյումրի եւ Հարաքարի ընտրությունները իրենք էլ որոշակի պատասխաններ տվեցին, ինչը շատ լավ է։ Ինչն է վատ, մինչև այս բանը մենք որ խոսում ենք, մենք դեռևս սպասում ենք Մարտուն Գրիգորյանի պատասխանին։ Ես որպես մարդ, որ ապրել եմ 1.5 տարի Գյումրիում, ես շատ լավ գիտեմ, որ շատ վատ անձնական հարաբերություններ կան Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միջեւ, տարիներով, տասնյակ տարիներով արդեն կարելի է ասել, բայց սա այն պահը չի, որովհետեւ իմ կարծիքով Վարդան Ղուկասյանի այլ ընտրանքը դա Նիկոլ Փաշինյանն է լինելու եւ Սարիկ Մինասյանի քաղաքապետ դարձնելը, այսինքն այստեղ նուրբ պահա, ծանր պահա, բայց այստեղ եւ Մարտուն Գրիգորյանը եւ Մարտուն Գրիգորյանի մեջքին կանգնած քաղաքական ուժերը, հա, իրենք պետք է շատ կարեւոր որոշում կայացնեն իրենց համար, հասկանալով, որ այդ քայլի ամբողջ պատասխանատվությունը կրել է ոչ միայն Մարտուն Գրիգորյանը Գյումրիում, այլ նաեւ այդ ուժերը, որոնք աջակցել են, խորհուրդ են տվել Մարտուն Գրիգորյանին մտնել այդ պայքարի մեջ եւ այլն։ Եվ ինչքան երկար ձգձգվի այդ process-ը, այդքան ավելի շատ մարդկանց մոտ որոշակի հարցեր են առաջանում։ Իսկ խորհրդավոր լռությունը, որ այսքան երկար դեռևս տևում է մեր տեսագրման պահիդրությամբ, գիտեք, տարբերակ կա, որ օրինակ ասում են, չնայած չեմ հավատում, բայց կարող որպես տարբերակն է, սպասում են, որ այս կողմից, հա, այսպես ասենք, այն 3 կուսակցությունների կողմից կամ ուրեմն իրենց աջակիցների կողմից որոշակի վատ վերաբերմունք կամ բառապաշար ձևավորվի, հա, այս ձգձգվելու պատճառը, որը հարմար առիթ կտա չմիանալու, հա, այսինքն այսպիսով Մարտուն Գրիգորյանը որոշակի ներքին անձնական հարց իր մասով կլուծի, կասի, ահա, տեսեք, իրենք այդ բաներ են ասում, ես իրենց չեմ միանա, ես դրա համար խորհուրդ եմ տալիս
բոլորին, հա, չափի մեջ մնալ, հա, առնվազն հարցնել երբ լինելու, բայց որոշակի անձնական բաների չանցել, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանն էլ իր ասուլիսի այսօրվա ժամանակ կրկին ասաց, որ մինչև այնտեղից պատասխան չլինի, որևէ թշնամի չեմ համարում, որևէ վատ բան չեմ ասի, որևէ եզրակացություն չեմ ասի, ինքը մեծ մարդ է, իր սատարող մարդիկ էլի, մեծ մարդիկ են, իրենք իրենց եզրակացները կանեն։ Սա է, սպասում ենք, բայց ամեն դեպքում էլ եմ ասում, Մարտուն Գրիգորյանի յուրաքանչյուր որոշման պարագայում մենք փաստացի ունենք, որ ԿՊ-ն տապալվել է։ Հիմա եթե ԿՊ-ն այլ կոմբինացիաներ անի, չգիտեմ, կալանավորի բոլոր 4 հաղթած կուսակցությունների, անցած կուսակցությունների ղեկավարների, ավականի գողանա, շանտաժի ենթարկի բանման, դա միևնույն է ներսում եւ դրսում այլևս իրենց չի օգնում, որտեղ եւ ներսում եւ դրսում տեսնում են, որ իրանք արդեն պարտվել են եւ իրանք մեթոդները անօրինական, որով իրանք անցնել են իշխանազավթմանը, դա կրկին եմ ասում, իրենց որևէ օգուտ չի բերում, որտեղ ասենց ասեմ ԿՊ-ի դարը գլոբալ առումով Հայաստանում արդեն ավարտված կարելի է համարել։ Եվ եթե չլինի ուժային համակարգը, եթե չլինի անցանք Փաշինյանի բառապաշեն քրաօլիգարխիկ համակարգը, հա, վերջապես ինքն էլ հասցրեց այդ բանի, րոպե անգամ ինքը իշխանությանը չի մնալու։ Պարոն Քոչարյան, եթե մենք վարչական ռեսուրսի մասը ամփոփենք, օրինակ 3 կեսգիշերին մոտ մի շարք ընտրատեղամասերում, որտեղ դեռևս ձայների հաշվարկը չէր ավարտվել, այսպես հոսանքազրկումներ տեղի ունեցավ եւ տևական ժամանակ լույս չկար։ Այդ ձեր դիտարկմամբ այս հանգամանքը ձայների հաշվարկի եւ ԿՊ-ի հավաքած 36% ցուցանիշի վրա որքանով ազդեցություն ունեցավ։ Գիտեք, սա պետք է ուսումնասիրել, որովհետև 2021 թվականին էլ լույսերը տարան եւ շրջաններում որոշակի կասկածներ կան, որ պետք է ուսումնասիրել, որ դա արվում է նրա պատճառով, որ այդ համակարգում, որտեղ մատնահետքեր են, կենսաչափական անձնագրեր են եւ այլն, որոշակի գործողություններ կարող են կատարվել, որոնք հետո անջատումից հետո պետք է դուրս հանվեն համակարգից եւ համակարգը մնա այդպեսին ինչպեսին կա։ Ես չգիտեմ, այդպեսի բաներ են ԶԼՄ-ներում գրում, ասեկոսների մակարդակով ասում, այսինքն շատ հավանական է, որ այդ process-ն է տեղի ունենում եւ ինչն էլ հետաքրքիր, ամենախնդրահարույց ընտրատարածքներում, որոնք գտնվում են Սարիկ Մինասյանի ապրելավայրի մոտ, հա, այնտեղ ինքը ինչ որ անհասկանալի մեծ թվեր խփեց, հա, որոնք ընդհանրապես բանից դուրս էին, դրամաբանությունից դուրս էին, հա, եւ ինչ ասեմ, ես իրոք շատ եմ ափսոսում իր համար, ինչի պատճառով, որովհետև անձամբ չեմ ճանաչում, բայց իր մասին այն ժամանակ դեռևս բավականին լավ ուրեմն կարծիք էին արտահայտում։ Նաև ասում են, որ սա ավելի շատ հենց իր անձնական ձայներն է, քան քաղաքացիական պայմանների կուսակցության ձայները։ Հա, Գյումրիում դա է, Գյումրիում հիմնականում անձնական պահն է, հա, այսինքն մարդիկ չեն գնացել կոմունիստական կուսակցություն ընտրել, այլ ընտրել են Վարդան Ղուկասյանի կամ Նինզովի Մարտունին եւ Սարիկ Մինասյանի խնդիրը առաջացավ նրանից հետո, որ ինքը կուսակցականացույց, այսինքն ՀՀԿ, ԼՀԿ եւ հետագայում ԿՊ դառնալը շատ վատ անդրադարձավ իր վրա, որովհետեւ նույնիսկ հերոստաբանավիճից մենք տեսանք, որ որպես քաղաքական գործիչ կներեք զրո է, հա, եւ կրկնելով այն նարատիվները, որով իրան հրամցնում է ԿՊ-ն, Վահագն Ալեքսանյանը, չգիտեմ, իր մամուլի քարտուղարը եւ այլն, ինքը դրանով առաջ չի գնում, այլ ուղղակի շատ ավելի խղճալի վիճակ է։ Այս համատեքստում նաև կարծիքներ են հնչում, որ սցենարներից մեկը կարող է լինել Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ի վերջո Վարդան Ղուկասյանը եւ Մարտուն Գրիգորյանը չկարողանան համաձայնության գալ, այս սցենարը ձեր դիտարկմամբ ում օգտին կլինի իշխանության, ընդդիմության, ինչ պատկեր կարող են ունենալ արտահերթի դեպքում։ Ես առնվազն գիտեմ, որ դա Մարտուն Գրիգորյանի օգտին չի լինելու, որովհետեւ բոլորը սպասում են Մարտուն Գրիգորյանը պետք է միանա կոալիցիային, ոչ թե կոալիցիան պետք է միանա Մարտուն Գրիգորյանին, հա, այնտեղ եւ օրենքով եւ բարոյական առումներով, հա, ով ամենաշատ ձայները հավաքում է հավաքանի ընտրություններին, ընդդիմությունից ինքն էլ ձևավորում է կոալիցիան, այսինքն այստեղ այլ բան չկա։ Հիմա ես համոզված եմ, որ Մարտուն Գրիգորյանը եթե առաջատար լիներ, Վարդան Գրիգորյանը իր էգոն մի կողմ կդներ, Վարդան Ղուկասյանը, խառնում եմ արդեն իրեն, Վարդան Ղուկասյանը իր էգոն մի կողմ կդներ, ինքը միգուցե չմտներ ավաքանի, փոխքաղաքապետ չէր աշխատի Մարտուն Գրիգորյանի մոտ, բայց ուրեմն ֆրակցիան քվեարկեր, որպեսզի Գրիգորյանը դառնար քաղաքապետ։ Հիմա հակառակ պարագայում էլի եմ ասում, ինքը շատ բարդ դիլեմայի առջև է, որովհետև
կորստեն 3 Գյումրիում կամ կորստեն 3 հանրապետական մասշտաբով շատ բարդ բան է եւ պետք է այնտեղ շատ ճիշտ լուծում բան անել, որովհետեւ երկու կողմից էլ կարող են մեղադրել, բայց իմ կարծիքով նույնիսկ այն գյումրացիները, որոնք այդպես բանյակներով ապրող են, թասիբով են եւ այլն, եթե Մարտուն Գրիգորյանը նորմալ բացատրի, թե ինչ է ինքը ամեն դեպքում իր ավականին իր զայները տալիս Վարդան Ղուկասյանի համար, իրան դա կներեն։ Այսինքն այդտեղ այդ խնդիրը չկա, այսինքն այստեղ այս տղայական բանից պետք է ժամանակավորապես դուրս գա, որովհետև ԿՊ-ն շատ ավելի վատ բան է Գյումրիի համար, հա, գլոբալ առով եւ նույն Մարտուն Գրիգորյանի համար, քան Վարդան Ղուկասյանի ուրեմն քաղաքապետ դառնալը եւ նույնն հակառակ պետք է process-ը լիներ եւ ինչ խնդիր առաջացավ Մարտուն Գրիգորյանի համար, երևի թե որ առավոտ կանուխ արդեն երկու ուժ հայտարարեցին, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմեն Վարդան Ղուկասյանը, սա երևի իր կամ իր թիմի կամ այն մարդկանց ում ինքը ներկայացնում է Գյումրիում ինձ պլանների մեջ դա չէր մտնում եւ դրա համար երևի թե այսպեսի պաուզա վերցրեցին, որը ել եմ ասում արդեն շատ է ձգձգվում եւ ես հույսով եմ, որ արդեն երեկոյան մենք որևիցե պատասխան որոշումը Գյումրի օգտին կլինի ամեն դեպքում։ Անպայման։ Եվ Գյումրի օգտին է լինելու եւ Հայաստանի օգտին է լինելու, որովհետեւ ել եմ ասում, տեսեք կարող է եւ որոշի, որ չի միանում ոչ մեկին, կարող է փորձեն երկրորդ փուլ գնան, կարող է փորձեն նոր ընտրություններ անեն եւ այլն, բայց մի փաստ կա, որ ԿՊ-ն ամբողջ ռեսուրսը նետելով Գյումրիի վրա պարտվել է։ Հետ ընտրական խաղիկները ԿՊ-ի գլոբալ առումով, սա ուղղակի գիտեք ինչ որ ձևի արհեստական շնչառություն է տալիս, բայց հա, հիվանդը արդեն անհույս է եւ այսօր վաղը վիճակ է, այսինքն եթե հիմա ճնշում գործադրեն Մարտունի վրա կամ ինչ որ այլ ավականիների վրա կամ ինչ որ բան քերեն, բերեն, փորձեն դնեն, միևնույն ժողովուրդը տեսնում է, որ դա ինչպես է արվում, իրենք տեսնում են, որ այն արդար Նիկոլ Փաշինյանը, այն 70-80% Նիկոլ Փաշինյանը ինչ մեթոդների է դիմում, ավելի վատ մեթոդների, քան ժամանակին դիմում էին այն ուժերը, ում դեմ պայքարում էր Փաշինյանը, այսքանով հարցը լուծված է եւ ել եմ ասում, եւ փողոցում, եւ արտահերթ եւ հերթական ընտրություններում ԿՊ-ն այսպիսի վարկագծով որևէ շանս չունի։ Ու պատկերացրեք, որ եթե մի քանի ուժ գնա նույն ընտրություններին արտահերթ եւ այսինքն Գյումրիի համակարգը աշխատի նաև համապետական մասշտաբով, այնտեղ խնդիրը նաև իշխանական ռեսուրսները օգտագործելու ընդդիմության դեմ, որովհետև նույն Գյումրիի պարագայում տեսակ Մարտունին են խփում, հետո գնում են Մխիթարյանին խփում, հետո Վարդանին են ինչ-որ բան անում, ռեսուրս է ծախսում եւ չեն ընդդիմությունը չի կարողանում անցնել հաղթահարել։ Հա, չեն կարողանում, այսինքն չգիտեն ում խփեն, որովհետև այս մեկը կարա հաղթի, այն մյուսները կմիանան, այն մեկը հաղթի, այն մյուսները կմիանան, այսինքն այդ պարակտում բան առնվազն նախընտրականի ժամանակ չի ստացվում, դրա համար եմ ասում, հիմա ամբողջ ռեսուրսը գցելու են այս ճնշման մեխանիզմի վրա, շատ հավանական է, որ քրեական գործեր լինեն, շատ հավանական է, որ կալանավորումներ լինեն, շանտաժ լինի, կաշառում լինի եւ այլն, բայց սա եմ ասում, այսինքն տեղական ազգայնացման բան է լինում, բայց ցավը միևնույնն է չեն կարողանա իրենք անցկացնել, որովհետեւ ցավը իրոք շատ մեծ եւ խորն է արդեն ԿՊ-ի համար։ Պարոն Քոչարյան, Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհավորել էր թիմ ընտրություններում հաղթած բոլոր ուժերին, սակայն նաև նշել էր, որ ընտրողների կամքի վրա ցանկացած ապօրինի ազդեցության մասին այդ ահազանգերը պետք է մանրամասն քննվեն։ Ձեր դիտարկմամբ ինչ է սա իրենից նշանակում, արդյոք նա անդիմադիրների նկատմամբ հերթական ռեպրեսիաներ է սկսելու ուղերձներ սա իրավապահներին։ Շատ հավանական է, որովհետև Նիկոլ Փաշինյանի որևէ բան ինքը որ ասում է, ինքը դրա շարունակությունը կարող է լինել ամբողջովին հակառակը կամ նույնիսկ ինքը կարող է ողջունի ընտրությունները եւ ասի լավ հաղթեց, ժողովրդավարությունը հաղթեց, հետո ինչ-որ մի ձևի բան կանենք, դրանց ճարը կտեսնենք, տեսեք, իրենք երկար դիմացան Գյումրիի պարտությանը, երբ որ Բալասանյան դաշինքը հաղթեց, բայց այնուհետև շատ սիրուն գեղեցիկ ճնշումներով, չգիտեմ, կաշառելով, սպառնալով ստիպեցին, որ ամբողջ մի դաշինք, հա, Բալասյանը դաշինքը իրենց մանդատները հավաքանուբաները վայր դնեն եւ այստեղ ինք կարող ասի հա հիմա բան կանենք, մի հատ հասկանանք ինչ եղավ, ոնց եղավ, բայց շատ հավանական է հաշվի առնելով այդ ջղաձգումները բան ազգային ժողովում, որ շատ հավանական է նաեւ անցնի ռեպրեսիվ ինչ որ գործողությունների, այսինքն այս մարդուց ամեն ինչ սпасելի է, էլի իր պարագայում գիտեք մի հատ լավ անեկդոտ կա, ասում է դինոզավր տեսնելու հավանականությունը ինչքան է, ասում է 50% կամ կտեսնես կամ չես տեսնի։ Հիմա նույնն է Փաշինյանի պարագայում ինչ որ բան ասում է, կարող է անի, կարող է չանի։ Ցավոք սրտի մենք ունենք մի
երկրի ղեկավար, որը անկանխատեսել է եւ դա սարսափել է եւ Հայաստանի ներսի համար եւ նաեւ դրսի համար, որովհետեւ մարդիկ սիրում են գործունել adekvat, հասկանալի, նույնիսկ միգուցե կա տայլ կարծիքներով կամ անդիմադիր կարծիքներով կամ ինչ որ ուրիշ կարծիքներով, բայց գոնե adekvat հաշվարկելի մարդը պետք է լինի, ոչ թե մարդիկ քայլեն ականապատված դաշտով եւ ականյանունը լինի Նիկոլ Փաշինյանը։ Բանակցենք մեզ գժի տեղ տնելով, ինչպես ասում էին։ Ոչ միայն այնտեղ իրեն գժի տեղ դնում, տարբեր տեղեր իրեն գժի տեղ դնում եւ շատերը երբ որ իրեն մասին կարծիք են կազմում, որ ինքը գիժ է եւ պայմանավորվում իր քայլերը այդպես ոչ նույնիսկ այդ սումբրից բավականին հաշվարկած է, բայց ոչ իր կողմից այսպես ասենք, այլ են մարդկանց, ովքեր իրականում ղեկավարում են Հայաստանը եւ ովքեր իրականում իրականացնում են Նիկոլի հանդեպ կուրացիան, հա, այս մարդիկ շատ լավ գիտեն իր տիպաժը եւ համապատասխան ձևի կառավարում են։ Նույնն էլ ես եմ ասում, նույնն եթե վերադառնանք Մարտուն Գրիգորյանին, հա, Մարտուն Գրիգորյանի կերպարը արդեն որ կա, ընդ որում արդեն 44 տարեկան է, եթե չեմ սխալվում, ինքը բավականին կարծրացած է, հա, իր կյանքի ապրածի բարեկամության, հարգանքի եւ այդ ամեն ինչի մեջ եւ այդպիսի կերպարներ իրենք թող չնեղանա բավականին հեշտ կառավարել են, ընդ որում մարդիկ շատ հաճախ կարող է չիմանան, որ իրենք կառավարում են, բայց օրինակ իմանալով, որ իր համար թասիբը պրինցիպը խոսքը շատ ավելի կարևոր է ամեն ինչից, հա, հիմա կարելի է ստեղծել ինչ-որ ձևի ճգնաժամ, հա, Գյումրիում հետընտրական, որտեղ կրկին եմ ասում, Մարտուն Գրիգորյանը համոզված է, որ ինքը ճիշտ է անում, որովհետև ինքը իր պարադիգմայի մեջ, ինքը իր կանգներն բառի համար ֆրեյմի մեջ ինքը ճիշտ է։ Բայց որ այդ ֆրեյմի պատճառով որոշակի process-ներ տեղի չեն ունենում կամ դանդաղում են կամ բան, մեծ հաշվով դա բխում է իշխանության օրակարգից։ Իշխանության օրակարգից կամ այն ուժերի օրակարգից, որոնք իշխանությունների հետ որոշակի հարցեր ունեն լուծելու, պարզաբանելու կամ ինչ-որ բան անելու, դա էլ եմ ասում, Մարտուն Գրիգորյանը իր կերպարի մեջ, իր աշխարհի մեջ, իր կներեք բարձրամեր պանյատների մեջ, հա, ինքը ճիշտ է։ Ուղղակի խնդիրը այն է, որ այդ սախ Մարտուն Գրիգորյան որպես կերպարը արդեն կարող է օգտագործվի իշա իվնաս իօքուդ եւ չգիտեմ իր տարբեր ինչ-որ բաներ, այո։ Այստեղ նաև եթե առաջնորդվենք լավատեսական սցենարով եւ եթե Գյումրիում մենք ունենանք ընդդիմադիր իշխանություն, դա համապետական մակարդակով ինչ ազդեցություն կունենա եւ 26-ի համապետական ընտրություններին ընդառաջ որքանով է կարեւոր է իրողությունը։ Գիտեք, շատերը փորձում են այս process-ը, որ տեղի ունենում Գյումրիում, վերածել համապատական ինչ-որ շարժմանը, բայց այստեղ կրկին Մարտուն Գրիգորյանի դանդաղկոտությունը կրկին խանգարում է այդ process-ին, որտեղ process-ը շատ արագ պետք է գեներացվեր եւ տեղափոխվեր Երևան։ Հիմա այդ process-ը չի գեներացվում, որտեղ սպասում են, այսինքն այն անեկդոտի նման է, որ ասում է Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա, գային կանգնացնում է, հա, հիմա մոտավորապես այս վիճակն է, այսինքն համապետականի վերացման խնդիրը այս դանդաղկոտության, որ մարդիկ չգիտեն Գյումրիում ինչ է լինելու, ինքը դանդաղում է։ Իհարկե կարելի է բարձրացնել այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը այլևս լեգիտիմություն չունի եւ որոշակի բան գեներացնել, որը, չգիտեմ, իմ կարծիքով վերելու է փողոցային արտահերտին, թե հերթականին որոշակի դիրքերի ամրապնդում կլինի, բայց իհարկե Գյումրի գործոնը օգտագործվել է, որովհետեւ Գյումրին էլ եմ ասում, ինքը ցույց տվեց հերթական անգամ, բայց շատ ավելի լայնածավալ մասշտաբով, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը Հայաստանում համարյա թե զրոյական է եւ Նիկոլ Փաշինյանը հասնում է որոշակի տոկոսների, հաջողությունների միայն ադմինիստրատիվ գործիքները կիրառելուց, կաշառելուց կամ, չգիտեմ, որոշակի ընտրակեղծիքներ, որոնց էության մասին մենք կիմանանք մոտ ապագայում։ Պարոն Քոչարյան, երեք նաև անադեկվատ պահվածքով աչքի ընկավ Գյումրիում ԿՊԱ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ հայտարարեց, որ 26 թվականին Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն է լինելու, որի ականատեսը լինելու ենք բոլորս։ Դուք այս կապակցությամբ Facebook-ում գրառում եք կատարել եւ նշել, որ Վիլեն Գաբրիելյանին հենց այս իրողությունը չեն ներելու եւ չի ներելու այն ուժը, որը փաստացի այս պլանների մասին բոլորից բացահայտեց եւ հայտնի դարձրեց դրանք։ Այստեղ որ ուժի մասին է խոսքը գնում եւ արդյոք Վիլեն Գաբրիելյանի ասածով վիժեցվեց այս ծրագիրը։ Հիմա տեսեք, սկսենք դրանից, որ երեկվա, եթե դուք լավ ճանաչում եք Վիլեն Գաբրիելին, երեկվա իր պահվածքը դա adekvat պահվածք էր, հա, եթե դուք ճանաչում եք Վիլենին, իսկ եթե ինքը շատ կիրթ խոսեր կամ ինչ-որ ոչ գինովցած վիճակում լիներ, դա կլիներ ոչ adekvat պահվածք Վիլեն Գաբրիելյանի կողմից։ Իսկ Վիլենը յուրաքանչյուր գինովցած մարդ ունեն ժողովրդական ասած բլթացնելու հատկություն եւ այստեղ ինքը իրոք բլթացրեց եւ ինքը ասաց, որ
բացես պլանները, հաշվի առնելով, որ Վիլենը մտնում է շատ նեղ քպական շրջանակի եւ այսպես ասենք Փաշինյանական շրջանակներ, ինֆորմացիային տիրապետող Սորոսի շրջանակ կա, բան կա եւ այլն, այսինքն այսպես կարելի է ասել, հիմա չգիտեմ կոնկրետ ինչ կարգավիճակ կա, ժամանակին համարի ընտանիքամերձ կարգավիճակ ուներ եւ ուղղակի բաց վերանություն արեց, այստեղ կարելի շնորհակալություն ասել լրագրողներին, հա, ովքեր հասցրեցին իրան այդ աստիճանի եւ տեսեք, եթե իշխանական ուժը գիտի, որ չի հաղթելու, հա, ինքը պարզ է արդեն պետք է հետ նահանջի բաներ, ստրատեգիա մշակի, հա, ես տրամաբանում եմ, ես օրինակ չգիտեմ որ ուժին ինքը պետք է հասնի, բայց ես տրամաբանում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը նեղ կրուգում, հա, ընդ որում երևի ԿՊԱ-ների մեծ ամասնությունը ներկապային համոզված է, որ մինչև վերջ գնալու են, մինչև 2050 թիվը վերարտադրվելու են, բայց շատ նեղ կրուգին մտահոգություններով կիսվել է, որ սենց մենք չենք հաղթելու, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է նահանջի ճանապարհ մտածի, որտեղ շատ լավ գիտենք Նիկոլ Փաշինյանը առնվազն իր դատական process-ների տակ է ընկնելու, եթե իշխանության գա ընդդիմադիր ուժը, հա, եւ որպեսզի այդպիսի բան չկատարվի, այսինքն ապահովելով եւ իր անվտանգությունը եւ իր ընտանիքի անվտանգությունը, թիմակիցների մոտ թիմակիցների անվտանգությունը, բարձր որ որոշակի պայմանավորվածություններ պետք է սկսեն ձեռք բերվել եւ պայմանավորվածություններ պետք է աշխատեն, այսինքն ներքին զուտ տրամաբանում եմ, ներքին որևէ պայմանավորվածություններ պետք է ձեռք բերեն որոշակի ուժերի հետ, չգիտեմ, ոչ ուժերի անունը, ոչ ուժերի ազգանը եւ այլն, բայց վերլուծելով իրավիճակը գիտեմ, որ այդպիսի բան պետք է լինի, այսինքն քանի որ 1 տարի է մնացել, հա, այս ամեն ինչին, պարզ է, որ արդեն այդ ուժերը պետք է որ լինեն, հա, եւ որոշակի նախադրյալներ փոխանցման իշխանության պետք է արդեն գրվեն կամ առնվազն որոշակի պլանների մեջ լինեն։ Իսկ Վիլեն Գաբրիելյանը ոնց որ ինչ որ մի պայմանավորություն, ինչ որ մի պայմանագիր գնա պատմի դուրսը, հա, թաքուն պայմանագիր, այսինքն որևէ տեղ չերևացող նախնական պայմանավորություն, հիմա այդ մարդը ուղղակի բացահայտեց, որ այսպիսի ծրագիր կա, Նիկոլ Փաշինյանի չընտրվելու իշխանությունից հեռանալու եւ պարզ է, որ ելի եմ ասում, չի կարող Նիկոլ Փաշինյանի նման մարդ, որ այդքան վնաս է տվել երկրին, մարդկանց, պետությանը, չգիտեմ, բոլորին շատերին ազնական մակարդակով, շատ հանգիստ դուրս գա առած ապահովել իր սեփական անվտանգությունը։ Այսինքն ելի եմ ասում, կա որոշակի պայմանավորություն, բայց ես ինչ ասեմ, որ այդ ուժը արդեն չի ների, որովհետեւ հաստատի շատ գործարքներ իրենք այդպես են մնում են ուրեմն թաքնված, բայց այստեղ բացահայտումը եղավ եւ այդ ուժը, որը պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ, ելի եմ տրամաբանում, ինքը փաստորեն տեսնում է, որ այնտեղից սա բացահայտվեց եւ դա նշանակում է, որ կամ Փաշինյանին են պատժելու, կամ չեն աշխատելու իր հետ, կամ գարանտիաները հետ են վերցնելու, կամ ուղղակի այսպես ասած պետք է պահանջեն, որպեսզի ու առնվազն Փաշինյանը պատժի Վիլեն Գաբրիելին բլթոցի համար։ Էլ եմ ասում, իրեն չեն պատժելու ոչ բառապաշարի համար, ոչ գինովցած վիճակի համար, ոչ դրագրողի հետ խոսալու վիճակի։ Իր հիմնական պատիժը գալու է նրանից, որ ինքը բացահայտեց այդպիսի բան, ել եմ ասում, Նիկոլի ձեռքով է պատժվելու, թե ապագայում ոնց է պատժվելու, հա, բայց ամեն դեպքում այդ բաց թողումը, այդ ցայտակումը իրեն չեն ների։ Բայց ամեն դեպքում կարող ենք փաստել, որ իշխանության փոխանցման ծրագիրը նա փաստորեն վիժեցրեց իր հայտարարությամբ, որը էլ տեղի չի ունենա փաստացի։ Դե կարող է վիժեցրեց, կարող է չվիժեցրեց, դա արդեն մենք արդեն պետք է տեսնենք, բայց ել եմ ասում, նույն վերադառնալով Գյումրի ընտրության, մենք արդեն տեսանք, որ մաքսիմումը ինչ կարող է անի այս իշխանությունը, ուղղակի ձգի մինչև 2026 եւ Վիլեն Գաբրիելյանը նույնը ասեց, հա, ասեց ես ինչի իմ մանդատս պետքա տամ, եթե ես 2026 թվին տալու են ժամանակ են ձգում առավելապես։ Հա, թողեք ապրենք, կնեք կայֆեր բռնենք, խմենք, ես իմ ուրախանանք եւ այլն, այսինքն սա է իրավիճակը, բայց ել եմ ասում շատ ուժեր, որոնք կուզենային Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի բաների մասին պայմանավորվել, բացի այդ ուժերից, որոնք միգուցե պայմանավորվել են, արդեն հասկանում են, որ մարդը ռուսերեն ասած «не договор способен», հա, եւ պահի տակ Նիկոլի ամենամոտ շրջապատից մեկը կարող է հարբի կամ չհարբի, ինչ որ այդ վիճակի մեջ գտնվի եւ բացահայտի այն, ինչ որ պետք է չբացահայտվի։ Այո։ Պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ Կհանդիպենք։